Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Արևմտյան Ադրբեջանը Ալիևին զավթողական ծրագրերին պատասխան քայլերին կարիքը։ Արևմտյան Հայաստանը հայության ներկավիճակը։ Սմբալ բյուրատը Թալյաթին փրկիչն ազոհը, ախալ քաղաքան Զիբիլը հսալա նինոցմինդա, Հասմիկ Հարությունյանը հայ ժողովրդին ժողովրդական երկի մի մծ ավանդը։ Ճինանչին Արևմտյան Հայաստանը նահանգներ պատմամշակութային ակնարկ Կանուշ Հարությունյան, Միսակ Մանուշյանի նվիրված որմնանկարների ցուցահանդեսը ենթարկվալա հարձակման Ֆրեզնոյեն պետվալա Մուսալարան հերոսամարտին հուշարձանը։ Պատմաբան Տաթևիկ Հայրապետյանը իրեն տելեգրամյան գրառումով անդրադարձալ Ալիևին ուղերձին վերահղվածա վերադարձ Արևմտյան Ադրբեջան որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման համաժողովի մասնակիցներին։ Ալիևը հայտարարում է, թե 1918-ից 1995 թվերին վաղտը Հայաստանը տարածքան ադրբեջանցի կենթարկվան էթնիկ զտման, ինչը բերալա հումանիտար ողբերգության։ Տաթևիկ Հայրապետյանը շեշտում է Արևմտյան Ադրբեջան կոչված Ալիևին թեզե զավթողական ծրագիրն է վերաշրջանառում 2022-ն ու արդեն ներառվալա Բաքվի դպրոցական դասագրքերում։ Տաթևիկ Հայրապետյանը Արևելյան Հայաստան Հանրապետության իշխանություններին կոչ անում հստակ քաղաքական գնահատական տալ Ալիևին այս թեզը վերածելով դիվանագիտական խնդրի։ Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը հիշեցնում է, որ Երևանի իշխանություններն կարել չեն հստակ քաղաքական գնահատական տան, ժխտելով Արևմտյան Հայաստանը առաջ մղելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանը, այդպիսով Ալիևին թեզը վերածելով դիվանագիտական հարցի։ Չնայած ցեղասպանության բռնի տեղահանություններին Արևմտյան Հայաստանում հալամ ապրում են հայ երհովեր պահպանում են իրենց ինքնությունամշակույթը։ Պոլիս ստեղապրում է 50,000-ից 70,000 հայ, գործողն հայկական դպրոցներ, եկեղեցիներ ու ակոսթերթը։ Վերջին տարիներին միացան նաև Հայաստանը եկած հայեր։ Դերսիմ տեղում կան թաքուն հայեր, վեր աստիճանաբար բացահայտում են իրենց ծագումնա, ներգրավում են հայկական մշակույթի վերակենդանացման գործումը։ Տիգրանակերտ վերակառուցվալա Սուրբ Կիրակոս եկեղեցին վերում հենք մշակութային կենտրոնա, չնայած հայ բնակչության թվի նվազմանը։ Սեբաստիա հայ բնակչությունը ստեղել է քիչ, բայց կան մարդիկ, ովքեր պահպանում են իրենց արմատներն, հալամ կանգուն են պատմական շինությունեն, ընդհանուր պատկերը Արևմտյան Հայաստանահայերը շարունակում են վերականգնել եկեղեցիները, կազմակերպել մշակութային միջոցառումներ ու ամրացնել ազգային ինքնությունը։ 1796-ին ետը Եգիպտոսը տարալա թեզատոն հազարավոր հայ փախստականներին հետի վերբերալն իրանցնի հետ թեզա գաղափարն է։ Այս վերածնման կենտրոնում նայել Սմբալ բյուրատը Սորբոնի շրջանավարտ հուվ 1896-ին հստատվալա Եգիպտոսում։ Կիրելա որտես պանտնողքը վեբը Բերվի Եգիպտոսը հայ գրական գործը վերը քննադատել իսալալ տեղական ազնվականությանը շեշտելիս ազգային ինքնության պահպանումը կրթության միջոցով։ Իր նախաձեռնությունով ստեղծվալան շուրջ 30 հայկական անկախ շկոլներ, այդտեղ կրթությունը ստացալ ավելի քան 50,000 հայեր։ 1889-ին բյուրատը փրկալա երիտասարդ Թալյաթին ձերբակալությունը, բայց տարիներ անց հենց Թալյաթն էլ էր 2015-ին հրամայելա յուրան մահապատիժը։ Բյուրատին հիշեզիս բանաստեղծությունը մնացալա որպես նահատակության ու արդարության ձայն ուղղված ապագա սերունդներին։ Նինոցմինդա ախալ քաղաքամունիցիպալիտեն սպասարկող Զիբիլխանան արդեն իր կամիսա ինչա մնացալա առանց կոնսերվացման, տեխնիկայի խափաման դերդան, Ջինյուսին այս մասին հաղորդալա հալամ ապրիլին, բայց իրավիճակը փոխվալ չի, աղբավայրին տարածքը վերջին 10 տռնումը զգալիորեն մծացալա, թեզը հատվածնեն ցանկապատվալ չն հինչին դերդան, Զիբիլը հատկապես պոլիէթիլենային ցելոֆանեն տարածում են հարակից դաշտերում ու արոտավայրերում, տեղի շինացիկ դժգոհում են վեր պլաստիկ թափոնեն, խաթարում են կարտոշկի մշակությունը, վտանգը ներկայացնում անասուններին հետի, խնդիրը պահանջում է անհապաղ լուծում շրջակա միջավայրի ու բնակիչների առողջության հետի աճող վտանգին դերդան։ Հասմիկ Հարությունյանը ամենասիրված ժողովրդական երգչուհիներն է վերել լրիվությամբ նվիրալա իրեն կյանքը հայ ավանդական մուզիկի պահպանմանը։ Յուրան սյասը, յուրան խորը, թանուր փատռալ հայ ժողովրդական երգերի, հատկապես Արևմտյան Հայաստանահայերի ժողովրդական երգերի յուրահատուկ ներկայացումը։ Հասմիկ Հարությունյանը միջազգային ճանաչված երգբերալ որպես շողակին երգչախմբին գլխավոր սալիստ, երգելով ավանդական հայ գործիքներով դուդու, կանոն ու տար։ Բայց յուրան արվեստը մենակ բեմական չի։ Ինքը նաև զբաղվում է մոռացված երգերի վերակենդանացմամբ, դասավանդմամբ ու հետազոտություններով դառնալա մի հատ կարևոր կամուրջ սերունդների միջև։ Հասմիկին գործը հայ մշակույթի պահպանումն ու փոխանցումն է, հիշեցնելա մեր պատմության ու ժառանգության կարևորությունը։ Արևմտյան Հայաստանը պետական տելևիզիոն խմբագիր Անուշ Հարությունյանին գրառում է. Արևմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքի մեծ մասը ընդգրկում է մի քանի նահանգներ, վեր հազարամյակներ շարունակ հայկական պատմության մշակույթի ինքնության կարևոր կենտրոններ են ելալ։ Այս նահանգներն սոր գտնվում են Թուրքիայի օկուպացիայի տակին, բայց իրանց հայապատկան ժառանգությունը խոր հետ քաթողալ հայ ազգի հիշողության մեջ է։ Ահա Արևմտյան Հայաստանը հիմնական նահանգն է՝ Բիթլիս, Բաղեշ նահանգը, հայկական վասպուրական աշխարհին սրտնալար, իսկ քաղաքահայտնի ելարյուրան ամենակյոհնա եկեղեցիներով ու վանքերով։
Դիարբեքիր Տիգրանակերտ նահանգը պատմական Տիգրանակերտը տարածքում կարևոր տնտեսական ու մշակութային կենտրոններ են։ Էրզրումա Կարինա նահանգը հայոց Այրարատ նահանգի մասը վերգտնվալն հայոց միջնադարյան բերդերու սրբավայր էր, Խարբերթան նահանգ հայոց կուլտուրական գանձատունը, կրթության ու տպագրության առաջատար կենտրոնը, Սիվա Սեբաստիան նահանգը հայ մշակույթի ու արհեստների տարածքը, շտեղ ծաղկել իսալալ մուզիկան, հյուսիսային բանահյուսությունն, ձեռագործ գործերը։ Տրաբզոնը նահանգը Սվծովին ափին հայ ծովագնացության ու առևտրի առանցքային տարածքներն է։ Վանա նահանգը Վան քաղաքն, Վան լիճը իրարեն հնագույն urartuպետության ու հետագայում հայկական թագավորություններին կենտրոնն են։ Կյամփ դե Միլ հիմնադրամը հայտնալավ էր Միսակ Մանուշյանն ու ընկերների նվիրված որմնանկարներին ցուցահանդեսը Փարիզի 3-րդ շրջանի քաղաքապետարանում մայիսի 12-ին ենթարկվել է հարձակման։ Տրանդարդան ցուցադրությունը ժամանակից շուտ մի ամիս առաջ դադարեցվել է, դեպքի մասին տեղեկատվությունը հանրայնացվել է մենակ մի շաբաթ հետո։ Ցուցահանդեսի կազմակերպիչ AAMRN-ը կազմակերպությունը հայտարարավ էր հարձակումը ուղղվածալալ ոչ միայն ցուցադրությանը, այլ նաև դիմադրության հերոսների հիշատակին։ Ցուցահանդեսին թայզա տարբերակը նախատեսվում է ներկայացնել համագործակցությունով Փարիզի կենտրոնական թաղապետության հետ։ Ֆրեզնոյի Մուսալերան հայրենակցական միության նախաձեռնությունով մայիսի 18-ին Կիրակի օրը կեսօրանը յետը պաշտոնապես բեցվել է Մուսալերան հերոսամարտի նվիրված հուշարձանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Արարատ մասիս գերեզմանատան տարածքում Նեմեսիս գործողության հերոսներն Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի հարևանությունում գտնվող թաղամասում 1915 թվականի հերոսամարտի նահատակների նվիրված հուշարձանի հիմնարկեքը կատարվել է մոտ 2 տարի առաջ։ Այն կրկնօրինակն է Մուսալերան վրա 1932 թվականին սարքված բնօրինակ հուշակոթողին։ Հուշարձանի օծման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանի գլխավորությունով հոգևորականների մասնակցությունով միջոցառմանը մխլա ներկաների ներկայությամբ ողջույնի խոսքերով հանդես են եկալ հայրենակցական միության նախագահ Նշան Տեր-Գալուստյանը, առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը, Լևոն Ֆիլյանը, Վարոժան Տեր-Սիմոնյանը, Հակոբ Ջամբազյանը ու Արա Քարազյանը։ Հետո միջոցառումը շարունակվել է Կարո ու Ալիս Գյուրեղյան մշակութային կենտրոնում ըստեղ հյուրասիրություն ալալ կազմակերպված Մուսալերան ավանդական ուտեստներով։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքանը պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։